Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանին։ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Զորաբյան Երևանում այսօր մեկնարկեց Երևանյան երկխոսության թեմայով ֆորումը եւ մի քանի հայտարարություններ եմ կարեւոր առանձնացրել, որը Նիկոլ Փաշինյանն է հանդես եկել այդ հայտարարություններով ու ցանկանամ անդրադառնանք դրանց։ Օրինակ, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ապա այդ դեպքում առաջարկում է նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Արդյոք մենք սրանով չենք ստորհդասում Ադրբեջանի մեր մայր օրենքը, Սահմանադրությունը Ադրբեջանի հետ ստորագրվող այդ փաստաթղթին, որի մասին ըստ էության որևէ մեկս այդպես հստակ տեղեկություն չունենք էլ։ Տեսեք, այսօրվա ելույթը Երևանյան դիալոգ համաժողովին Նիկոլ Փաշինյանի նվիրված էր Իլհամ Ալիևին, նվիրված էր նրան, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հավաստիացրեց Իլհամին, որ պետք լինի Սահմանադրությունը կփոխեմ եւ ըստ էության այո Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ստորադասելով մի ինչ որ մի հռչակագրի, մի ինչ որ մի համաձայնագրի, որը օդի եւ ջրի պես անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին։ Կա արդյոք որևէ բանական քաղաքացի, որ մտածի, որ եթե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի այս կազմին մինուս Հրայր Թովմասյան հանձնարարի սահմանադրորեն դակել, որ մածունը սև է, կգտնվի որևէ դատավոր, ով կանի հակառակը։ Իհարկե ոչ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Ալիևի պահանջով փոփոխելու Ալիևյան ուլտիմատումը կատարելու ճանապարհով եւ այն, որ Նիկոլ այսօր հայտարարեց նաև, որ ես կգնամ եւ ժողովրդին կհամոզեմ, հանրությանը կհամոզեմ, որ սա է սահմանադրական փոփոխությունն է միակ ճանապարհը խաղաղություն ունենալու, հասկանալի է ինչի ասում, որտեղ հանրաքվեի շեմը բավականաչափ բարձր է, 650,000 այո է պետք Ալիևի պահանջը կատարելու համար, ես համառորեն չեմ ուզում հավատալ, որ մենք ունենք մեր ներսում 650,000 թրքա հպատակ թուրքի լաքեի քաղաքացի, ով համաձայն է Ալիևի պահանջին, համաձայն է գնալ իր ձեռքով քվեարկել եւ սպանել Հայաստանի երրորդ հանրապետությունը, որովհետեւ Ալիևի պահանջը Հայաստանի երրորդ հանրապետությունը սպանելն է ՀՀ քաղաքացիների ձեռքով, նրանից հանելով Սահմանադրության նախաբանը անկախության հռչակագիրը, որը Հայաստանի երրորդ հանրապետության բազիսն է։ Ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանական լծակներից բացի, որովհետև այդքան իրանք չեն կարողանալու լցոնել, այդքան լծակ չեն կարողանալու օգտագործել, այդ ամենը արվելու է բնականաբար եւ փորձելու է հերթական անգամ ժողովրդին վախեցնել պատերազմով, ասելով, որ չքվեարկեք հանրաքվեին, կլինի պատերազմ եւ ձեր որդիները կզոհվեն։ Ես էլ ասում եմ, քանի Նիկոլ Փաշինյանը կա, պատերազմի հավանականությունը ամեն օր կա, որովհետեւ 2 օր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է եւ ամեն ինչ պիտի անել այդ վտանգը կանխելու համար։ Այնպես որ այսօր ըստ էության այս համաժողովում Երևանյան դիալոգներ համաժողովում ունեցած ելույթով Նիկոլ Փաշինյանը անոնսեց իր կիրթ գործընկեր Ալիևին տեղ հասցրեց, որ այո, ես գնում եմ Սահմանադրական հանրաքվեի քո ինձ պարտադրած ճանապարհով։ Տիկին Զորաբյան մեկ այլ հայտարարություն եւս հնչեց, ասում է մենք առաջարկում ենք միանգամից քննարկել 2 փաստաթուղթ, մեկը խաղաղության պայմանագիրը եւ դրան զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Տեսեք, այդ նոր առաջարկ չի, Նիկոլ Փաշինյանը, այն որ Ալիևին բռնում ասում էր պայդյոմ պապյոմ կոֆե, որ սենց մատով իրան կանչում էին, սենց էին անում Էրդողանն ու Ալիևը, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հենց հիմա բերեք, դրեք, որ երկրում ուզում եք, որ գեղի մեջտեղը ուզում եք, ստորագրենք համաձայնագիրը
խաղաղության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը ընդեղից էլ ասել են կներեք էս սիմվոլի համար ասել են չի լինելու միջև դու չկատարես մեր բոլոր պայմանները իդեպ նաեւ ասեն որ Ալիևը նախորդին եւս մեկ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի սեղանին ասելով որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ընդունել Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել Արևմտյան Ադրբեջան այսինքն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրանց ապահով եւ անվտանգ վերադարձի խնդիրները արդեն մեկ ամիս է Ադրբեջանում նույնականացման քարտեր եւ անձնագրեր են տրվում ադրբեջանցիների որտեղ գրված է ծննդավայր Արևմտյան Ադրբեջան եւ Հայաստանի Հանրապետության ներկա սուվերեն տարածքի բազմաթիվ բնակավայրեր նշված է որպես Ադրբեջանի Հանրապետության սուվերեն տարածք բայց այդ պահանջը եւս ցես հայկական կողմը կկատարի Գիտեք, Նիկոլ Փաշինյանին հաշվի առնելով իր նահատակված, ջախջախված վարկանիշը, որը այն ձեր դիմացի շրիշակի տակը ավելի բարձր կարգավիճակական քան Նիկոլի վարկանիշը, Նիկոլին պետքա ցանկացած գնով Ալիևից փոկել մի թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն բառը, որ ինքը այդ թափահարելով գնա ընտրության եւ ժողովրդին ասի 30 տարի որևէ մեկը չբերեց խաղաղություն, ես բերել եմ խաղաղություն։ Այդ բառը ստանալու համար անկախ նրանից թե այդ համաձայնագրի կետերը ինչքան ուժ ունեն լինելու են հակահայ, որովհետև Ալիևը վերջերս էլ հայտարարեց, որ համաձայնագրի կետերը բացառապես կազմել է Ադրբեջանը եւ դրանք բացառապես բխում են Ադրբեջանի շահերից եւ ադրբեջանական օրակարգ են։ Հասկանալի է, չէ՞ որ Ադրբեջանի շահերից բխող ադրբեջանական օրակարգում հայկական շահ չի կարող լինել, բայց Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է այդ թուղթը ստանալու համար, որի վրա գրված է խաղաղություն, իր վերարտադրությունը ապահովելու համար, որտեղ եթե որևէ նախկին, ապագա կամ որևէ իշխանության համար ընտրությունը ընդհանրապես ընտրություն է, որտեղ ընդունենք ցանկացած իշխանություն ուզում է վերարտադրվել, Նիկոլի համար առաջիկա ընտրությունները դա կյանքի եւ մահու հարց է, երբ որ ասում եմ կյանքի եւ մահու, ես հենց այդպես էլ նկատի ունեմ ֆիզիկական գոյության եւ մահվան խնդիրը, որովհետեւ ինքը շատ լավ գիտի ինքը ինչ է արել եւ շատ լավ գիտի իրեն ինչ է սպասում եւ սպառնում։ Տիկին Զոհրաբյան խոսեցիք Նիկոլ Փաշինյանի անկում ապրած վարկանիշին, իհարկե 18-ից հետո գիտենք ինչ է կատարվել, բայց ամեն դեպքում տարբեր սոցհարցումներ չեն տալիս, որ այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիրը իհարկե վարկանիշը զգալիորեն անկում ապրել, բայց համեմատած մյուս կուսակցությունների բարձր վարկանիշ ունի։ Մյուսների համեմատ։ Տեսեք, դա ես հիմա բերեմ ձեզ մի հստակ վիճակագրություն, երբ որ 18 թվականին փողոցում բոլորը Սերժ էին մերժում, այդ օրերին Գելափի անցկացրած սոցիոլոգիական հարցումներով հանրապետական կուսակցության վարկանիշը 19%-ից ավել էր։ Դե հիմա համեմատեք նույն Գելափի հարցումներով Նիկոլի վարկանիշը 11 ու քանիս է, 11 ու քանիս գործող իշխանության վարկանիշ, դա զարհուրելի ցածր թիվ է։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր վարկանիշ չունի։ Մենք նայում ենք բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ, հարցված 3-ից 2-ը անիծում է Նիկոլի ռեժիմը, Նիկոլի կնոջը, Նիկոլի իշխանության առաջի դեմքերին, այսպիսի կարող է բառը սիրուն բառը, բայց ատելության դեպքում գործածելի չի, բայց ավելի հարմար բառ, քան այսպիսի բյուրեղացված ատելություն, որ կա Նիկոլի ռեժիմի հանդեպ, ես որևէ տեղ, որևէ ժամանակ, որևէ իշխանության հանդեպ չեմ տեսել, եւ դա փաստ է։ Խոսեցիք ատելության խոսքի մասին, վերջին շրջանում վարչապետի տիկինը բավականին ակտիվացել է սոցհարթակներում, ասում է ես այլևս եթե մինչ այս ընտանեկան նեղ շրջապատում եմ կարծիքը հայտնում ինչ-որ անձի մասին, հիմա արդեն հրապարակավ արձագանքել եմ, իդեպ նաև ձեր հարցազրույցին էր արձագանքել եւ ինչ նպատակ է սա հետապնդում այս ակտիվությունը Աննա Հակոբյանը։ Իր ակտիվությունը ինքը որևէ եթե ինչ-որ ես նայում եմ ինչ-որ քաղաքագիտական վերլուծություններ են անում, որ Աննա Հակոբյանը
քաղաքական հայտ է ներկայացնում։ Ես դա ուտոպիա էլ չի, ուտոպիայի գերադրական աստիճանը անհնար է, դա հնարավոր չի հաշվի առնելով այդ կնոջ հանդեպ հանրային վերաբերմունքը։ Ես միշտ դեմ եմ եղել կանանց թիրախավորելուն, բայց երբ որ մարդիկ այսօր խոսում են թիրախավորելուց, ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ էին անում իրենք եւ ինչ են շարունակում անել իրենց քաղաքական օպոնենտների հետ։ Եկեք հիշենք, թե ինչ էին անում 18 թվականին հանրապետական կուսակցության կանանց հետ, որ կանանցից շատերը ստիպված էին շտապ օգնության մեքենայի մեջ թաքնվելով տներից փախչել, ինչպես էին իրենց քաղաքական օպոնենտների երեխաների հեռախոսահամարները բաժանում եւ հաշվեհարդարների կոչեր անում։ Ես կարող եմ վկայակոչել, թե ինչ են արել իրենք ինձ հետ, Աննա Հակոբյան, ինչ եք արել դուք ինձ հետ, երբ որ 18 թվականին ես հանդգնեցի առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Այդ ամբողջ նյութերը, այդ զարհուրելի, այդ ֆեյքային եւ ոչ ֆեյքային արշավը, այդ զարհուրելի ահաբեկումները, երբ որ ես դուրս եկա փողոց եւ երկու լակոտ աղավնու վիզը իմ աչքի առաջ կտրեցին եւ գցեցին ոտքիս տակ, այս ամենը փաթեթավորված, ուրեմն հսկայական case կազմված է, հասկանալի է, որ նիկոլական դատարանին ես չեմ դիմելու, այդ խայտարակ, այդ հիշում եք էջեր էին բացել իմ դեմ, որտեղ զարհուրելի արշավ էր արվում իմ մահացած օր հանդեպ, իմ երեխայի հանդեպ, բա մենք կին չենք, Աննա Հակոբյան, ես կրկնում եմ, ես միշտ դատապարտել եմ մարդու անձնական տիրույթ մտնելը, բայց դուք անձնական տիրույթ էլ չեք մտել, դուք մեր անկողինն եք մտել եւ դա արել եք հստակ, դա արել եք ծրագրված, ու երբ որ ազգային ժողովում դեռ 19 թվականին, դեռ միջև այս արյունահեղ պատերազմը 20 թվականի, ես զգուշացնում էի, որ մի արեք, մի ցանեք ատելություն, որովհետև դուք դրա հարյուրապատիկը հնձելու եք, իմ ելույթից հետո ազգային ժողովի ամբիոնին մոտեցավ Աննա Հակոբյանի եղբայրը եւ ասեց, այդ ով է ասում ատելություն, մենք չենք տեսնում ատելություն, այդ երևի ձեզ են ատում, հիմա բա ձեզ ինչ են անում, Հրաչ Հակոբյան։ Ի վերջո կա տիեզերական արդարություն եւ յուրաքանչյուր մարդ հնձում է այն, ինչ ցանել է, ես սա ասում եմ կրկին պնդելով, որ քանի դեռ մենք չենք կարողացել այս հանրային ատելությունը հաղթահարել, քանի դեռ մենք չենք կարողացել լուծել հանրային համերաշխության խնդիրը, ամեն ինչ ուղղակիորեն երկրորդական է, որովհետև այս ատելության մթնոլորտում ոչ մի ռացիոնալ միտք ուղղակիորեն չի կարող գոյատևել, կխեղտվի այդ ածխաթթու գազից ատելության խոսքի։ Բայց այս պայմաններում, այս մթնոլորտում դուք տեսնում եք այդ ձեր նշած նախադրյալները, որպեսզի ատելության խոսքը, քաղաքական երկխոսությունը կանա։ Տեսեք, ես չեմ պատրաստվում իշխանության հետ երկխոսել, բնավ պետք չի երկխոսել, պարզապես յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ որ մի պահի իր համար այդ կարմիր գիծը պիտի քաշի եւ ասի, որ ես չեմ պատասխանելու։ Եթե մեզանից յուրաքանչյուրը այդ կարմիր գիծը քաշի եւ ասի, որ ես չեմ արձագանքելու, հավատացնում եմ, մենք էականորեն կարողացնենք մեր հանրային մթնոլորտը, հավատացեք, դուք էլ եք տեսնում, դուրս են գալիս փողոց, գազազած մարդիկ, չարացած մարդիկ, նայեք վիճակագրությունը, ամեն օր դանակահարություններ, կատաստրոֆա է, այս կրիմինալ Հայաստանը, դպրոցներ, այս կրիմինալ Հայաստանը, որ մենք հիմա տեսնում ենք, ամեն օր դանակահարություններ, ով ում, չգիտեմ, կոշիկի ռազմերը չի հավանում, ատրճանակը հանում, կրակում, սենց բան չի եղել, կրկնում եմ, Սիցիլիայի մաֆիան գլուխը պատին ա տվել, բերել տարբեր ոլորտներում ինչ որ կնիկներ են նշանակել, ովքեր չեն հասկանում, որ երկիրը վերածվում է, ես չգիտեմ, գողական ինչ որ մի հատ զանգվածի, սա կատաստրոֆա է, ամեն օր տեսնում ենք սպանություններ, մեքենան չկայանելու համար, մեքենան ազդանշան տալու համար, վերջի դեպքը էջմիածնում այդ սպանությունը, սա կատաստրոֆա է, էլ չեմ խոսում խաղային բիզնեսի մասին, մի հատ բացեք վիճակագրությունը ինքնասպանությունների, բա մի հատ այդքան դուխով եք, մի օր ձեր դուխով գլխարկը դրեք եւ հանձնարարեք պետական վիճակագրական ծառայությանը, որ հրապարակում է ինքնասպանությունների թիվը, մի հատ տա բացվածքը նախկինում կար, հիմա փակել են, քանիսն է ինքնասպան եղել գումարի պատճառով, Կոլումբիայից
Հայաստանի նշանակված, հա, պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի բիզնեսներով պարզվում այդ անձնավորությունը Կոլումբիայի կողմից նշանակված Հայաստանում պատվավոր հյուպատոս է։ Բայց մի հատ բացեք ինքնասպանությունների թիվը, տեսեք քանի երեխա է ինքնասպան լինում նարկոտիկների պատճառով։ Նարկոտիկները հասել է դպրոց։ Մենք տեսանք, չէ՞, այդ խայտարակ դեպքը դպրոցում, Մղչյանի դեպքը, բա մի հատ դասատու ազատելով դուք խնդիրը կարգավորում եք։ Ու քանի դպրոցներ կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ, որ նման դեպքեր Ուրեմն ես հիմա այստեղ պետքա ցիտեմ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից, եթե չեմ սխալվում, Էդուարդ Աղաջանով, խոստովանությունը չկա միջին վիճակագրական որևէ քեֆ, որտեղ նարկոտիկ չլինի։ Այսինքն այս մարդիկ իրանք ասում են, որ մենք երկիրը նստեցրել ենք նարկոտիկի ասեղին, մենք երկիրը նստեցրել ենք խաղամոլության ասեղին։ Սարսափելի է վիճակագրությունը ահավոր է։ Երիտասարդների ինքնասպանություններ, նախորդային դաժան դեպքը, թմրադեղային կախվածություն ունեցող երիտասարդը 27 դանակի հատվածը հասցրել հորը, հետո թղթադրամները մտցրել հոր բերանը։ Եվ ինչքան այդպիսի դեպքեր կա, որոնց մասին մենք չենք իմանում։ Ասում եմ, այդքան դուխով եք, բացեք վիճակագրությունների պատճառներ, այդ ձեր դուխով գլխարկը դրեք, բացեք, թե մենք տեսնենք իրականում, վստահեցնում եմ ձեզ, ինքնասպանությունների գերակշիռ մեծամասնությունը այդ on-line վիվարոնների, տոտոների պատճառով եւ թմրամիջոցի պատճառով, որը մտել է հաստատություններ։ Մի հատ նայեք, թե ինչ է կատարվում, վիճակագրություն կա Telegram կանալներում եւ սոցիալական օգտահաշիվներում, բացահայտ թմրադեղեր են վաճառում, բացահայտ։ Բա այն կոկայինը ինչ եղավ են տոննաների, բա ինչի փակվեց այդ գործը։ Սա իրականությունն է, սա նիկոլական Հայաստանն է, կրիմինալ Հայաստան։ Տիկին Զոհրաբյան, եւ զրույցի վերջում մենք նախագծյան դառնանք, որին գործադիր օրեր առաջ հավանություն տվեց, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունն է, առաջարկում են գումարի դիմաց ծառայության ժամկետը կրճատել 1 ամիսը 24 միլիոն, 4 ամիսը 18 միլիոն եւ այսպես թվային սանդղակ են ներկայացրել։ Տեսեք, այն որ երկիրը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, այն որ դիրքեր պիտի բարձրացնեն ոչ թե 18 տարեկան երեխային, ով Կալաշնիկով իր կյանքում առաջի անգամ ա տեսել կամ Ուչեպկայի ժամանակ 2 անգամ տվել են ձեռը, դա միանշանակ է։ Այն որ դիրքերում հայրենիքի սահմանը պիտի պահեն պրոֆեսիոնալները, դա միանշանակ է։ Այն որ աշխարհի բազմաթիվ երկրներում նման նախադեպեր, նման փորձ կա, դա միանշանակ է, բայց մենք պիտի հասկանանք, որ կա նաև սոցիալական արդարության խնդիր, որովհետև նրանք ովքեր գումար ունեն, նրանք իրենց որդիներին ազատելու են եւ ստացվելու է, որ բանակը չքավոր երեխայի տեղն է եւ այդ չքավոր երեխան, որ այդ հնարավորությունը չի ունենալու, գնալու է բանակ ատելով այլևս իր հայրենիքը, որ ինքը չուներ այդ հնարավորությունը, իսկ իր հարևանը ուներ։ Ես կարծում եմ, որ մենք պիտի անցնենք պրոֆեսիոնալ բանակի, բայց ես կարծում եմ, որ այս քննարկումները պիտի մի քիչ ավելի այլ լուծումներ բերեն, ոչ թե այն, ինչ հիմա առաջարկվում է։ Սոցիալական արդարությունը պիտի պահպանվի, բայց որ 18 տարեկանին չի պիտի տանեն դիրքեր ու չի պիտի տանեն բայրակթարի տակ մորթեն, դա եւս միանշանակ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցն էր Նաիրա Զոհրաբյանը։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար, կհանդիպենք։